Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, Հայաստանում ընդդիմադիրները բողոքում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, նշում են ռեպրեսիաների մասին, որ գնում են հոգևորականների հետևից, բռնում են ընդդիմադիր քաղաքապետերին, բռնում են եւ ընդդիմադիրները հիշել են 37 թիվը, ասում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները համարժեք է 37 թվին, ասում է ժողովրդավարություն եւ այլն դրան գեղեցիկ փաթեթավորված խոսքեր են, Հայաստանում բռնաճնշումներ են։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես լինելով Վրաստանից եւ ապրելով այստեղ, ակտիվ ներգրաված լինելով Վրաստանի ներքաղաքական կյանքում, կարող եմ ասեմ, որ 37 թիվը այսօր տարածաշրջանում Վրաստանում է, իսկ Հայաստանում ուստի համեմատելի չի նույնիսկ, մոդել չի գտնվում եւ ասեմ ինչու, որովհետեւ կա արտաքին քաղաքական բաղադրիչ։ Վրաստանում այսօր ձևավորված է բռնապետություն, որը արտաքին բաղադրիչով Ռուսաստանին է ենթարկվում եւ որտեղ որ ճնշվում են Վրաստանի ինքնիշխանության եւ եվրոպական արևմտյան ապագայի աջակիցները։ Հայաստանում այսօր ձևավորվում է ինքնիշխան եւ հայամետ արևմտամետ իշխանություն, այդ թվում ընդդիմադիր ուժեր կան այդպիսի, որոնց դեմ փորձում է գործել Ռուսաստանի ցանցը գործակալական, որը Հայաստանի ինքնիշխանության դեմ է գործել երկար տարիներ է եւ դա նաեւ ունեցել է ինչպես իշխանությունը զավթելու մեխանիզմներ ընտրությունները կեղծելու միջոցով, այդպես էլ տնտեսությունը Հայաստանի գրավելու մեխանիզմ կոռուպցիայի լայնածավալ եւ իհարկե նաեւ առհասարակ կոռուպցիան ինչպես առանձին ուղղություն։ Ուստի այդ նույն ուժերը հիմա, նույն Գյումրիի քաղաքապետը դուք նկատի ունեք, ապա ինքը ձերբակալվել է կոռուպցիայի ուղղությունով։ Ավելին ասեմ, ես տեսա, որ քննչական կոմիտեն ձերբակալել է 1 անձ եւ քրեական գործը շարունակվում է, ուրեմն իրանց ձևով այդպես կոչված շարժումում մարդկանց կաշառելու եւ կաշառքի միջոցով ուրեմն ստիպելու, որ իրանք մասնակցեն ցույցերում եւ դա նաեւ փաստ է նրա, որ մենք ունենք հենց կաշառքի ֆինանսական լուրջ ներդրումների ապօրինի այդպիսի գործընթաց, իսկ ինչ վերաբերվում է մեր եկեղեցում տիրող իրավիճակին, ապա պետք է ասել, որ այդ մարդիկ, ում դուք ասացիք, իրանք ամեն ինչ են երևի, բայց հոգևորական չեն։ Նկատի ունեմ, որ մարդիկ ով ահաբեկչություն էին պատրաստում, մարդիկ ով Հայաստանի լեգիտիմ իշխանության, ընտրված իշխանության ներկայացուցիչների սպանության մասին բացահայտ ուրեմն գործընթաց էին պատրաստում։ Մարդիկ ով մտել էին քաղաքական դաշտ, իսկ հոգևորականը դրանով է տարբերվում քաղաքական գործիչից, որ ինքը հոգևոր ծառայություն է մատուցում ազգին, այլ ոչ թե քաղաքական։ Մարդիկ ով ռազմական ուրեմն ապստամբության կոչեր էր անում, այդ քաղաքացիները հոգևոր առաջնորդներ, հոգևոր ներկայացուցիչներ չեն եւ Կտրիչ Ներսիսյանի այս փոքրիկ խմբակը, որը այդ ուղղությունով շարժվել է Կտրիչ Ներսիսյանի թույլտվությամբ եւ որը նաեւ բացահայտ ուրեմն Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի եւ Դաշնակցության ուրեմն քաղաքական ուժի մաս է փաստացի, մենք տեսանք դրա փաստերը նաեւ Մայրաթորում քաղաքական այդպիսի էմբլեմներ եւ աջակցության դրսևորում, ինչպես նաեւ ստիպելը Քահանային, որ ինքը մասնակցեր ցույցում ուրեմն Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների դեմ, դա ցույց է տալիս, որ այս մարդիկ զբաղված են ապօրինի գործունեությամբ եւ իշխանությունները ոչ միայն ստիպված են, ես կասեմ, որ պարտավորված են նաեւ, որ անպայման Հայաստանում կարգ ու կանոն լինի եւ այն գործունեությունը, որը Հայաստանում հիմա ծավալվում է, հակառակը դա ինքնիշխան պետության կառուցման համար անհրաժեշտ գործընթաց է, ուստի ես միայն ողջունում եմ։ Պարոն Թումասյան, այդ բռնաճնշումների հետ կապված այնուհանդերձ, տեսեք, ձևականությունների հետևից չընկնեմ, Վարդան Ղուկասյանին բոլորը լավ ճանաչում են, ես Գյումրիում ապրել աշխատելով շատ լավ գիտեմ ինքը ինչի մեջ է ներգրաված եղել, բայց ինչու հենց այսպես ակտիվացնել գործընթացները այն ժամանակ, երբ որ ինքը
քաղաքապետ է, երբ որ ինքը կարողացել է ընդդիմությանը իր շուրջ համախմբել եւ հաղթել ՔՊ-ին։ Այսինքն դուք այստեղ կապ չեք տեսնում։ Ոչ, ես չեմ տեսնում այդտեղ կապ, որովհետև կոռուպցիան հաստատված է։ Ես նկատի ունեմ դատարանը պետք է որոշում կայացնի, բայց հակակոռուպցիոն կոմիտեն փաստերով դիմել է եւ ինքը նախնական ձերբակալում է տեղի ունեցել 2 ամսով։ Իհարկե դատարանը այդ վճիռը կկատարի Հայաստանում։ Ես չեմ տեսնում այդպիսի կապ քաղաքական, բայց ես հասկանում եմ, որ բոլոր այն մարդիկ, ով Հայաստանի պաշտոնական արտաքին քաղաքականության դեմ փորձում են եւ այդ արտաքին քաղաքականությունը ինքնիշխան արտաքին քաղաքականությունն է։ Այդ քաղաքականության դեմ գործելը նախկին քաղաքականության ձևաչափով, որը նկատի ուներ հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը որևէ մեկին, կոնկրետ ասենք իհարկե Ռուսաստանում ինչ որ իրանց մարդկանց ում հետ այս մարդիկ կապեր են հաստատել եւ փորձել են, որ Ռուսաստանից աջակցություն ստանան իրանց սեփական շահերը սպասարկելու նպատակով, իրանց սեփական օրակարգը, իրանք նաեւ իրականում դրանով լուրջ խնդիրներ են նաեւ Ռուսաստանի համար ստեղծել, որովհետեւ հիմա ինչ այս մարդիկ անում են, ամեն ինչ ընկալվում է ինչպես Ռուսաստանի այստեղ քաղաքականության շարունակություն։ Ուստի Հայաստանի պետությունը պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի բոլոր այն մարդկանց, ով գործում է հակապետական այս օրակարգով եւ ոչ միայն կբացահայտվի ուրեմն կոռուպցիայի դեպքեր, այլ կբացահայտվի ընտրակաշառքի դեպքեր, կբացահայտվի ուրեմն պետական հեղաշրջման դեպքեր, արդեն է բացահայտվել այն էլ եւ կասկածում եմ, որ ելի կարա այդպիսի դեպքեր լինի եւ շատ ուրիշ գործեր, որովհետեւ այս մարդիկ շատ լավ գիտեն, որ հանրությունում Հայաստանի հասարակությունում իրանք աջակցություն չունեն եւ միակ իրանց իշխանությունը վերադարձնելու ձևը դա հակաօրինական գործունեությունն է, ուստի պատշաճ մարմինները անպայման պետք է դրա վրա արձագանքեն ամբողջ խստությամբ օրենքի։ Պարոն Թումանյան, այդ դեպքում եթե քաղաքական շեշտադրումներ չունի այս գործը, այդ դեպքում 2019 կամ 20 թվականից արդեն ԱԱՑ-ն քննչականը հայտնեցին Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին քաղաքապետ եղած ժամանակ, բայց մենք տեսնում ենք, որ այսպես ասած սայլը տեղից չէր շարժվում։ Ինչու այդ ժամանակ նա չէր կալանավորվում, ինչու այդ ժամանակ ակտիվ այդ գործողությունները տեղի չէին ունենում, բայց հենց այս փուլում այսպես կայծակնային արագությամբ եւ ձայնագրությունը հայտնվեց, եւ ԱԱՑ-ն դիմակավորված ներխուժեց 5-6 տարի, ինչու էր այս հապաղումը, ինչի մասին է խոսում այս դեպքում։ Ես կարծում եմ, որ հայկական պետությունը այդ ամբողջ ընթացքում ուշադիր հետևում էր իրանց գործունեությանը, բայց որոշումը, որը կայացվեց, իհարկե ունի նաև իր քաղաքական ազդեցությունը։ Գիտեք, որ Մարիա Զախարովան է խոսել եւ պաշտպանել ուրեմն այդ քաղաքացուն Ղուկասյանին, եւ դա նաև խոսում է նրա մասին, որ այստեղ կա արտաքին քաղաքական բաղադրիչ։ Ինչը նշանակում է, որ հայկական պետությունը նաև նուրբ է վերաբերվել այս հարցին եւ որոշում է կայացրել միայն այն դեպքում, երբ ստիպված է եղել արդեն արձագանքել։ Հիշեցնեմ ձեզ, որ այդ քաղաքացին այդտեղ ապօրինին է եւ ես հուսով եմ, կարա նաև իշխանությունը այդ ուղղությամբ էլ քրեական գործ բացի, բայց դա իշխանությունների որոշելու հարցն է, բայց ես լինեի անպայման կբացեի այդ ուղղությունով էլ կհորդորեի առնվազն քաղաքական առումով, որ քննչական մարմինը զբաղվեր դրանով, որ ուրեմն քաղաքապետը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ է ներխուժել եւ հայտարարություններ է արել, որը վերաբերվում էր ուրեմն արտաքին քաղաքականությանը, նկատի ունեմ ինչպես ռազմակայանի հարցին, այդպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցին, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինները արտաքին քաղաքականություն ձևավորելու կամ արտաքին քաղաքականության վրա ազդելու հնարավորություն չունեն, իրանք կարան միայն սպասարկել գործող արտաքին քաղաքականությունը։ Ուստի սա նաև շատ լուրջ խնդիր է եւ ես կարծում եմ, որ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները, չնայած նրա ով է այդտեղ իշխանությունում եւ կարա լինի ինչպես իշխանական, այդպես էլ ընդդիմադիր, պետք է շատ ուշադիր լինեն, որ հանկարծ այս շեղումը տեղի չունենա, որովհետեւ սա պետության դեմ գործունեություն է։
Նիկոլ Փաշինյանը մեկուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, նա նշում է, որ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը KGB-ի գործակալ է։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ինչ կա այստեղ մեկնաբանելու, որևէ մեկը եթե կասկածում է դրանում, ապա առաջի հերթին հուսով եմ, որ այդ անձը եղբայրը Կտրիչ Ներսիսյանի կդուրս գա, կհերքի դա եւ դատարան կդիմի եւ Նիկոլ Փաշինյանին կստիպի, որ Նիկոլ Փաշինյանը դատարանում ապացուցի իր խոսքերը։ Ես միայն կողջունեի այսպեսի Կներեք, վարչապետի մակարդակով խորհրդարանում նման հայտարարություն անել ու ասել, դե եթե սխալ եմ ասում, արի ինձ դատի տուր, դա այդքան է։ Ինքը չի ասել, կներեք, ինքը չի ասել, եթե սխալ, ես եմ ասում։ Ասում եմ, եթե ուրեմն եզրասը կասկածում է եւ կամ դեմ է այդ ձևակերպանը, թող դիմի դատարան։ Սամվել Կարապետյանը հոդիմում է մարդկանց դատարան որևէ բան որ դուրը չի գալի։ Թող դիմի ավելին ասեմ Կտրիչ Ներսյանին, իր նախկին գավազանակիր հայր խորեն Վարդապետ Հովհաննիսյանը, բաց այդ առաջի ուրեմն ալիքի հանրայինի եթերում ասել է որ KGB-ի գործակալ է։ Կտրիչ Ներսյանը միջև այսօր չի հերքե դա, ոչ էլ դատարանա դիմե, ինչպես նաև ոչ էլ բանն է, եզրասն է դա հերքել վարչապետի խոսքերը եւ դատարան դիմել։ Ուստի ես կարծում եմ որ դա բավարար է նրա համար, որ մենք ասենք, այս մարդիկ չեն կարող դա հերքել, չեն ուզում դա հերքել, որտեղ գիտեն, որ հերքելը խնդիրներ կստեղծի, ուստի ես անձամբ կասկած չունեմ, որ այդ տեղեկատվությունը, ինչպես Վարդապետ Հովհաննիսյանի, այդպես էլ վարչապետ Փաշինյանի, ամբողջությամբ ճշմարտությանը համապատասխանում է։ Նիկոլ Փաշինյանի ասածը ճշմարտությանը համապատասխանում է եւ եզրաս Սրբազանը երբ ուզում գալիս է Հայաստան, երբ ուզում Սամվել Կարապետյանի աջակցող միտինգներին մասնակցում է եւ երբ ուզում հետ է գնում Ռուսաստան ազատորեն եւ իրեն ոչ մեկ չի հարցնում, բա դու KGB-ի գործակալ ես, ես ինչ շարժի մեջ ես։ Ճիշտ եմ հասկանում։ Դե ինչու զբաղվել եզրասի հարցով, երբ որ պետք է զբաղվել եւ զբաղվում ենք բոլորս Կտրիչ Ներսյանի հարցով։ Ինչ տրամաբանություն զբաղվել իր եղբայրով, երբ գլխավոր խնդիրը հայ առաքելական եկեղեցում Կտրիչ Ներսիսյանն է։ Լուծելով Կտրիչ Ներսիսյանի հարցը, լուծվում է եզրասի հարցը եւ լուծվում է բոլոր մնացած գործակալների հակապետական էլեմենտների հարցը։ Սա չի վերաբերվում արդար քահանաներին, ով միայն եւ միայն հոգեվոր կյանքով է ապրում եւ եթե պետության եւ քաղաքական օրակարգի մասին է խոսքը, ապա սպասարկում է միայն եւ միայն հայկական պետության շահերը իհարկե։ Այս եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված հայտնի դարձավ, որ կաթողիկոսին ըմբոստացող հոգևորականին կարգալույց հռչակեցին, նա հրաժարվում է այդ որոշումը ընդունել, ավելին պատրաստվում է պատարակ մատուցել, Նիկոլ Փաշինյանն է իր ավիճակը իր հերթին թեժացնում, ասում է, որ մասնակցելու եմ այդ պատարակին։ Դուք մտավախություն չունեք, որ այդտեղ բախում կլինի, որովհետև մենք արդեն այդ եկեղեցու տարածքում այս վերջին օրերին մինի բախումների ականատես ենք եղել։ Դե առաջին հերթին որևէ մեկը չի ըմբոստացել, հատկապես Կտրիչ Ներսյանի դեմ, Կտրիչ Ներսիսյանը իրականում վաղուց է հայ ազգի կողմից, գիտեք երբվանից, երբ Կտրիչ Ներսյանը մտավ քաղաքականություն, ասաց, որ ընտրված վարչապետը պետք է իր պաշտոնը լքի, եւ ինքը չլքեց իր պաշտոնը, վարչապետը, եւ միջև այսօր վերընտրվեց նույնիսկ եւ պաշտոնում է եւ հայ ժողովուրդը որևէ մենք տեսնում ենք, որ իրականում ընդունում է այսօրվա իշխանությունը համ քվեարկում է, ամեն ուրիշ ժամանակ ընդունում է, ինչը նշանակում է, որ Կտրիչ Ներսյանը հանրային աջակցություն չունի։ Դա իր կարգալույց լինելու կարգավիճակն է իրականում, որովհետև առանց հանրային աջակցություն ում վրա է հիմնված Կտրիչ Ներսյանի աջակցությունը իր համակարգի վրա, որը ինքը եկեղեցում ձևավորել է, իր եղբոր, հրոջ որդու, հա, որը ձերբակալված է արդեն եւ այլն, կլանային համակարգ է մեր եկեղեցին, ուրեմն այն, որ ինքը ապօրինի ձևով կարգալույց է փորձել անել, ուրեմն Տեր Արամ Քահանա Ասատրյանին, ապա ազգի կողմից կարգալույց արված Կտրիչ Ներսյանը չի կարող արդար քահանաներին կարգալույց անել։ Այս կիրակի օրը մատուցվելու է սուրբ եւ անմահ պատարակ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի
այդտեղ գնալը շատ կարևոր քայլ է եւ ես գիտեք որ նաեւ հանրային ասել եմ որ ես անձամբ նաեւ գալու եմ եւ մասնակցելու եմ այդ պատարագում եւ կոչ եմ արել մարդկանց որ գան բախում կազմակերպողը միայն այն է ով այդտեղ փորձելու է գալ եւ գործընթացը խոչընդոտել եւ այսօր էլ նույն բանն են փորձել անել իրանք են միայն ցանկանում այդպիսի սցենար բայց թող լավ մտածեն նաև այդ սցենարի մասին, որտեղ հայ ժողովուրդը տանգնելու է իր սեփական եկեղեցին պաշտպանելու ուրեմն այդ առաքելության ուղու վրա եւ Կիրակի օրը տեղի է ունենում առաջի կոնկրետ եկեղեցու եւ պատարագի միջոցով նաև ազատագրումը Կտրիչ Ներսիսյանից եւ մեր եկեղեցին ազատագրելը պաշտպանելը մեր առաքելությունն է ես շատ ուղիղ պետք է ասեմ որ մեր նպատակն է ուրեմն այս մարդկանց հարցը որոնք Ռուսաստանում սովետական ժամանակներից սկսած այդ KGB-ում իրանց ուրեմն գործակալ լինելը ապահովել են հիմա արդեն KGB չկա եւ իրանք փորձում են միևնույնն է իրանց օրակարգը գտնել Ռուսաստանում մարդկանց եւ ուժեր ու միջոցով փորձում են իրենց օրակարգը առաջ մղել որովհետեւ միակ տարբերակը որ այդ ուժերը այստեղ շարունակեն իշխանությունը Հայաստանում դա իրանց գործակալ լինելն է դա Ռուսաստանին օգտագործելն է իրանց իշխանությունը այստեղ ամրապնդելու նպատակով դա իրանց թալանն է Հայաստանում դա իրանց բռնություններն են ժողովրդի դեմ եւ ուստի մեր նպատակն է որ այդ տապերը եւ հարցը լուծվի ավարտվի որովհետեւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունին պետք է Ռուսաստանի հետ բարելավել հարաբերությունները իսկ այս մարդիկ խոչընդոտում են խանգարում են այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին ուստի գործակալների հարցը որոնք իրանք են ուզում գործակալ լինեն ավարտվելու է եւ սկսած ամենագլխավոր գործակալից Կտրիչ Ներսիսյանից եւ Կիրակի օրը ես ձեր եթերներ կօգտագործեմ եւ մարդկանց կոչ եմ անում գալ եւ մասնակցել այդ պատարագում, որը ազատ է Կտրիչ Ներսյանից եւ որը մեր եկեղեցու ազատագրման եւ մաքրման գործընթացի կարեւորագույն փուլն է եւ սկիզբն է եւ շատ շուտով մենք այդ գործընթացը ավարտի կհասցնենք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելով Կտրիչ Ներսյանից Իդեպ դուք գալիս եք մի քահանայի մատուցած պատարագի, որի համար պետության ղեկավարի օրինակելի մոդելը Չեչնիայի ղեկավար Կադիրովն է։ Նա է անձամբ։ Ես չգիտեմ դուք ինչու մասին եք խոսում, ինչ համատեքստում է դա ասված, չեմ մեկնաբանում։ Դե ասում է ժողովրդավար է, նախնդիր չի տեսնում Կադիրովի, այդ օրինակ ձեզ համար սա ընկալելի է, ընդունելի է Ձեր Տեր Արամը ասում է որ Եվս մեկ անգամ որևէ մեկը ես այդ համատեքստում չեմ տեսել իր հայտարարությունը չգիտեմ բացի դրանից որևէ մեկը չի վերցնում պատասխանատվություն եւ դուք այստեղ բառապաշար որ օգտագործեցիք դա շատ սխալ է ինչ է նշանակում ձեր Տեր Արամը այստեղ կոնկրետ խոսք է գնում որ Տեր Արամը փաստացի չի ենթարկվել այն ապօրինի պահանջներին եւ ապօրինի իրավիճակին, որը տեղի է ունեցել Կտրիչ Ներսյանի համակարգի կողմից։ Եվ ապօրինի ձևով առանց որևէ պատճառ իրան կարգալույծ է Կտրիչ Ներսյանը արել։ Ուստի այդ կարգալույծ անելը մենք ազգովի չենք ճանաչում Կտրիչ Ներսյանի կողմից։ Դա առհասարակ չի նշանակում, որ մենք դրանով բոլոր ինչ որ ուրիշ հարցերում եւ այլն Տեր Արամը առանձին անձնավորություն է եւ ես իր այդ անձամբ ծանոթ չեմ եւ ուստի հարցը դրանում չէ որ այդ անձնավորության ինչ որ մոտեցումների կիսելու մասին է խոսքը գնում կոնկրետ հարց է դրված օրակարգում որ այդ քահանայի կարգալույծ անելը ապօրինի է Կտրիչ Ներսյանը այդ իրավունքը չունի վերջ դա չի կարող է պարզապես դուք աջակցում եք մեկին որը մենք չենք աջակցում մենք աջակցում ենք նրան որ մեր եկեղեցում չլինի Կտրիչ Ներսիսյանի դիկտատուրան եւ բռնապետությունը, բռնազավթված համակարգը։ Կտրիչ Ներսյանի սեփականությունը չի եկեղեցին։ Ես այսօր իրանց նաեւ հայտարարությունը կարդացի, ասում են Մայրաթորի հայտարարություն, դնում են Սուրբ Էջմիածնի նկարը, հայտարարությունը անում է Կտրիչ Ներսյանը իրականում։ Հիմա ես հարց եմ տալի. Ինչու չեք դնում Կտրիչ Ներսիսյանի նկարը։ Ինչու եք դնում եկեղեցու տաճարի նկարը։ Տաճարն է հայտարարություն անում։ Չէ, Կտրիչ Ներսիսյանն է հայտարարություն անում։ Բայց բաժանենք իրարից Կտրիչ Ներսիսյանին տաճարը Սուրբ Էջմիածնի
Եվ եկեղեցին ինչպես կառույց իրարից բաժանենք այդ ամենը։ Տաճարի մասին արդեն իրանց հստակ ասվեց, դա պետական թույք է ամբողջությամբ։ Եվ այսօր հայտարարությունում գրված էր, ասում է հայ առաքելական եկեղեցու ժառանգությունն են տաճարները։ Կներեք, բայց ոչ ժառանգությունը, եթե մենք վերցնում ենք, ուրեմն կրոնական մեր ժառանգությունը ինքը հայ ազգի ժառանգությունն է։ Եվ հիշեցնեմ բոլորին, որևէ մեկը չմոռանա, Տիգրան մեծը խոսքին չի եղել քրիստոնյա, բայց եղել է հայ։ Եվ ելի ուրիշները ես ուղղակի օրինակ եմ բերում։ Եվ այդ ժամանակահատվածում մենք ունեցել ենք ուրիշ կրոն նաև։ Եվ բոլոր կրոնները, որը միջև քրիստոնեություն նաև հայ ազգը ունեցել է, Գառնիում նաև այն տաճարը, որը կա, հայ ազգի ժառանգությունն է։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հիմա որ ասում է, որ սա հայ առաքելական եկեղեցու ժառանգություն է, եկեղեցին ինքն է փաստորեն, ստացվում է, որ բոլոր տաճարները Կտրիչ Ներսիսյանին են պատկանում։ Բայց եկեղեցին ով է, արեք հարց տանք, էլի։ Եկեղեցի բառը, որ ասում են, իրանք ում նկատի ունեն։ Հայ իրանք նկատի ունեն փակ համակարգը Կտրիչ Ներսիսյանի, որը ինքը այդտեղ ձևավորել է, որտեղ ով իրան չի ենթարկվում, կարգալույծ է անում, եւ ձևավորել է իր սեփական գյուղացիներին նա մցրել է այդ համակարգ, իր եղբորն է թեմի առաջնորդ դարձրել է, քրոջ որդուն է դարձրել ուրիշ բարեկամներին եւ համագյուղացիներին, դա է եկեղեցին։ Թե եկեղեցին դա հավատացյալ ժողովուրդն է, հայ ժողովուրդը, որին սպասարկում է հոգեվորական դասը, սպասարկում է։ Եվ սա շատ կարևոր է իրարից տարբերել։ Ես մարդիկ իմ ասում են եկեղեցին պաշտպանեք։ Եկեղեցին, եթե դուք ասում եք Կտրիչ Ներսյանին պաշտպանեք, բայց գրում եք եկեղեցին պաշտպանեք, դուք եք ստացվում, որ պղծում եք եկեղեցին ասելով Կտրիչ Ներսյանը եկեղեցի է։ Դուք ո՞նց կարաք ասել Կտրիչ Ներսյանը եկեղեցի է։ Ձեր մտքում այդպիսի բան ո՞նց է գալի։ Մարդուն ասել, որ ինքը եկեղեցի է, Կտրիչ Ներսյանը քաղաքացի է։ Սպասարկող պետք է լինի, այո, եւ հարց կա, եւ բոլորի հանդեպ այդ հարցը միշտ կա եւ կլինի, բայց Կտրիչ Ներսյանը չի կարող այդ հարցին պատասխանել։ Ինքը արդյոք համապատասխանում է ամենայն հայոց կաթողիկոսի այդ տիտղոսին եւ պատասխանատվությունին, որտեղ մենք ունեցել ենք շատ կաթողիկոսներ, ում հանդեպ հարցրեք ազգը ինչ մոտեցում ունի։ Եվ Կտրիչ Ներսյանի հանդեպ նաև ինչ մոտեցում ունի։ Ուստի չխառնենք իրար այդ ոչ Կտրիչ Ներսյանին, ոչ եկեղեցուն ինչպես կառույց, ոչ էլ եկեղեցին ինչպես տաճարները։ Պարոն Թոմասյան, այսինքն հիմա ինչ է ստացվում, եթե պնդում են իշխանությունը այս գաղափարի համակիրները, որ Գարեգին երկրորդը կարգալույց եղած է արդեն, նրան մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու համար, ստացվում է, որ նրա օրհնած Մյուրոնն էլ այն Մյուրոնը չէ, որով այս ազգը մկրտվել է, ամուսնացել է, բայց այս ժողովրդի հետ ինչ է լինելու այս դեպքում, բոլորը պետք է նորից գնան մկրտվելու, գնան պսակվելու, այսինքն ասած մի հատ գլոբալ հարց է առաջ գալիս, ու միայն Գարեգին երկրորդով չի սկսվում եւ ավարտվում այս թեման։ Կամ այդ նրա կողմից ձեռնադրված այդ հոգևորականները, ելի այդ նույն Մյուրոնով ոցված է։ Սա խորքային հարց է, սրա լուծում ինչպես եք դուք տեսնում։ Դե ինչ վերաբերվում է ուրեմն Միրոնի հարցին կամ վերաբերվում է ուրիշ այդպիսի կրոնական հարցերին, ապա առաջերտին պետք է ասել, որ կրոնական հարցերում խնդիր որևէ չկա, որտեղ դա արարողություններ են։ Եթե մարդ հասկանում է ինչ է տեղի ունենում եկեղեցում, ապա դա տեղի ունենում արարողություններ, որի նպատակն է ձևավորել այնպիսի մտնոլորտ մարդու համար, որ ինքը իր հոգևոր կյանքով էլ ավելի լավ կարողանա ապրել, բայց դա նաև չի նշանակում, որ ինքը չի կարող ունենալ առանձին հոգևոր կյանք, նկատի ունեմ ուղիղ հաղորդակցվելու արարչի հետ իր սեփական ցանկությունով։ Նաև եկեղեցու միջոցով նկատի ունեմ ինչպես շինություն, ինչպես սրբավայր, բայց շատ կարևոր է, Կտրիչ Ներսիսյանը այն պահից, երբ խախտել է կուսակրոնությունը, ինքը լեգիտիմ իրականում չէ, որովհետև ինքը խախտել է եւ այդ որոշումը հիմա որ ասում են մեր ներքին հարցն է, ես իրանց նաեւ հստակ պետք է ասեմ, ոչ միայն ես բոլորը նույն բանն են ասում, եկեղեցին չունի ներքին հարց, որովհետև եթե եկեղեցին դա միայն հոգևորականներն են, ուրեմն դուք չեք պատկերացնում առասարակ եկեղեցին ինչ է, ուրեմն դուք գրավել եք եկեղեցին ինչպես կառույց եւ հիմա դուք փորձում եք օգտագործել ձեր սեփական բիզնես կլանն եք
դարձրել եկեղեցին։ Եթե դուք հասկանում եք, որ եկեղեցին դա եկեղեցու բոլոր անդամներն են հավատացյալ ժողովուրդը, ապա ինչ է նշանակում ձեր ներքին գործեր։ Եվ եթե ավելի ճիշտ մենք հստակ գիտենք, որ Կտրիչ Ներսյանը խախտել է կուսակրոնությունը, ուստի ինքը ապօրինի է այդ պաշտոնում գտնվում եւ հարցը շատ պարզ է, շուտապույտ պետք է Մայրաթորը ազատվի, ազատագրվի Կտրիչ Ներսիսյանից։ Այս հարցը շատ պարզ է։ Իսկ ինչ վերաբերում է մնացած քահանաներին, ապա ես նաև շատ ուղիղ ասեմ ձեզ, որ այն քահանաները, որոնք գիտակցում են, որ հիմա մասնակցում են օտար պետության գործակալական ցանցի մեջ եւ սրանով փորձում են Կտրիչ Ներսյանին աջակցել նրան, որ օտար պետությունը շարունակի իր կառավարումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, ապա իրանք պետք է գիտակցեն, որ իրանք սրանով հակապետական գործունեություն են ծավալում։ Եթե իրանք դա գիտակցում են եւ գիտեն, իսկ մենք նրանց հանրային նաեւ զգուշացնում են, ապա շատ զգույշ պետք է լինեն, որովհետեւ դա լրջագույն խնդիր է, որովհետեւ սա լուրջ քաղաքական, աշխարհակաղակական եւ պետական հարց է։ Ուստի բոլոր այն քահանաները, որոնք այդպիսի հակապետական գործունեության մեջ են մասնակցում, ապա իրանց ուրեմն իրավական եւ կարգավիճակը եկեղեցում ապագայում իհարկե Կտրիչ Ներսյանից ազատագրվելուց հետո կդրվի հարցի տակ։ Բոլոր այն քահանաները, ում համար միայն եւ միայն գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության հանդեպ նվիրվածություն եւ այդպիսի օրակարգով են շարժվում, բոլոր այդ քահանաների համար իհարկե ես համոզված եմ, որ եկեղեցին կլինի այն վայրը, որտեղ որ իրանք պետք է մնան եւ շարունակեն իրենց ծառայությունը։ Այո, սա կոնկրետ քաղաքական գործընթաց է, որը նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցին ազատագրում ենք օտար հատուկ ծառայությունների ազդեցությունից եւ անցնում է միայն Հայաստանի Հանրապետության ազդեցության տակ։ Սա ոչ միայն սրա դեմ մեկը պետք է լինի, այլ բոլորը պետք է աջակցեն, ով չի աջակցում, արդեն կասկածի աչքով պետք է նայենք այդ մարդկանց վրա, ինչու այս գործընթացին չեն աջակցում։ Եթե սա որևէ մեկը չի հասկանում, եթե սա որևէ մեկը չի տեսնում, ապա կներեք, բայց քաղաքականության հետ առհասարակ ինչ կապ ունեք, կամ ինչ եք հասկանում առհասարակ, որովհետև բացահայտ ձեզ վարչապետը նույնիսկ արդեն ասում է ամբիոնից ազգային ժողովի էլ ոնց ասի, որ Ռուսաստանի հետ նաև չսրվեն հարաբերությունները, որ այստեղ մենք ունենք գործ KGB-ի գործակալների հետ, չկա այսօր KGB, այս մարդիկ իրաց գործակալ են մեկ ազգում, մենք չենք ուզում Ռուսաստանի հետ հարաբերությունները խարաբանել, դարձնել, ուստի Ռուսաստանի հետ խնդիրներ չի լինելու, որովհետև այս մարդկանց հարցը լուծվելու է եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու են դրանից հետո։ Գուցե իրավահաջորդի գործակալներ են դարձել, այնտեղ որ նաև FSB-ն եք։ Ես չգիտեմ, ես գիտեմ, որ իրանք KGB-ի գործակալներ են, վարչապետը դրա մասին ասել, ես համոզված եմ, որ ինքը պատասխանատու է իր խոսքերի համար, նաև կա արխիվներ Հայաստանի Հանրապետությունում, կա լյուստրացիայի հնարավորություն նաև, բայց հենց այդ բանը, որ կարող է, գուցե այդ մարդիկ իրանք ընկալում են իրավահաջորդի գործակալ նաև, գուցե այդ մարդիկ փորձում են իրավահաջորդի գործակալ նաև դառնալ եւ փորձում են Ռուսաստանին ներքաշել այստեղ, որ Ռուսաստանը նաև այդ գործընթացներում ստիպված հայտնվի, ես չգիտեմ։ Ես գիտեմ այն, որ այս մարդիկ իրանց գործակալի դիրքում են դրսևորում, եղել են գործակալ եւ շարունակում են մնալ գործակալ, ուստի եկեղեցուն իրանց տեղը չէ, եւ ես կոչ եմ անում, որ բոլոր արդար քահանաները այս գործընթացին նաև միանան, որովհետեւ սա պետական ազգային կարևորագույն գործ է եւ ես ընդգծում եմ, եւս մեկ անգամ սա ոչ թե Ռուսաստանի կամ սովետական միության դեմ է, որը չկա արդեն, այլ սա որևէ առհասարակ օտար պետության մասին է, հայ առաքելական եկեղեցին օտար պետության շահերը չպետք է անցկացնի։ Սրանից պարզ բան ես դες ասել չեմ կարող։ Հայ առաքելական եկեղեցին քաղաքական առումով, միջազգային առումով, եւ գիտեք, կրոնները իրանք ոչ միայն հոգեվոր կյանքով են զբաղվում, այլ քաղաքականությունով։ Զբաղվելու պետք է զբաղվեն միայն ուրեմն Հայաստանի Հանրապետության շահերից։ Ուրեմն, արեք մի հատ այսպիսի հարց տանք։ Խոսքին վերցնենք Ռուսաստանի օրինակը։ Ռուսաստանի հոգևոր առաջնորդը ընդհանրապես չեմ խոսում ներքին ինչպիսի ձևաչափ ունեն, բայց Հայաստանի Հանրապետության շահերը անցկացնում է, թե միայն Ռուսաստանի շահերն է անցկացնում, ինչքան էլ դրա կիսի որևէ մեկը կամ չէ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, Իրանի հոգևոր առաջնորդը, Թուրքիայի, Վրաստանի, բոլոր պետությունների հոգևոր առաջնորդները ուրիշ պետություններին են ծառայում, թե սեփական պետությանը։
Հայ առաքելական եկեղեցին ինչու չի ծառայում սեփական պետությանը, կարող է իրանց համար Հայաստանի Հանրապետությունը չի սեփական պետություն, կարող է որևէ ուրիշ պետությունն է, ավելի ճիշտ կարող է չէ, հաստատ իրանց համար սովետական միությունն է սեփական պետություն։ Եվ իրանք մնում են այդ պարադիգմայում, որ իբրև սովետական միությունը կա եւ ունի իրավահաջորդ եւ պետք է իրանք ծառայեն իրավահաջորդին։ Դրանով ստեղծում են մեծ խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եվ վերջում, չգիտեմ, Հայաստանի ազգային ժողովի նիստերին շարունակում եք հետևել, թե չէ, ԿՊԱ-ականներն ու ՀՀԴ-ականները մի քանի նիստ է կռիվ են անում, թե ով է նրանցից Հայաստանի անկախության պահապան հրեշտակը, ԿՓ-ն մեղադրում է Դաշնակցությանը, Հայաստանի պետականությունն ու անկախությունը սակարկելու համար, Դաշնակցությունը ԿՊԱ-ականներին, հետևում եք այս բանավեճին, ինչ կարծիք ունեք։ Իհարկե հետևում եմ եւ բացահայտ է, որ գիտեք, հայտնի երկ ունեն դաշնակները եւ ասում են, որ ուրեմն ազատությունը իրանց վեհ գաղափարն է, ես հստակ եմ ասում, գործակալությունն է իրանց վեհ գաղափարը, ցավոք, խափում են ցավոք մեր նոր սերնդին, որովհետեւ դաշնակցությունը ոչ միայն այն ժամանակ է եղել ուրեմն դեմ Հայաստանի անկախությանը, ոչ միայն բոլշևիկների հետ համագործակցել է, այլ հետ անկախության ամբողջ գործընթացում միջև այսօր դաշնակցությունը ցավոք, որովհետև հայ առաքելական եկեղեցուց բացի նաև կա հայ հեղափոխական դաշնակցություն, որը նաև հայկական պատմական կառույց է եւ որը նաև գտնվում է այն KGB-ն, որ նոր խոսում ենք, այդ KGB-ի ազդեցության տակ եւ իրանք ցանկանում են եւ շարունակում են սպասարկել այդ ուրեմն ուժի եւ ուզում են իրավահաջորդին նաև շահերը սպասարկել, ուստի խնդիրը նրանում է, որ իրանց համար Հայաստանում իշխանություն պահելը միակ տարբերակ ունի, որ իրանք այստեղ կայսրին հանձնեն իշխանությունը, լինեն գեներալ գուբերնատորի կարգավիճակում եւ թալանեն ժողովրդին։ Լեգիտիմ Հայաստանում ընտրություններում դաշնակցությունը երբեք մի քանի տոկոսից ավել չի հավաքել։ Եվ բացի դրանից շատ հստակ է պետք ասել, որ այսօր էլ ինչ դաշնակցությունը անում է, տեսեք, դաշնակցությունը ակտիվ աշխատում է Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ի օրակարգի դեմ, հասկանում եք։ Վաշինգտոնի եւ Երևանի օրակարգի դեմ, Վաշինգտոնի եւ Երևանի միասնական ռազմավարական ծրագրերի դեմ։ Ինչու մասին ենք մենք առհասարակ խոսում։ Նրա մասին, որ խնդիրը հենց դրանում է, որ ՀՅԴ-ն կարողացել է Սփյուռքում այնպիսի ազդեցություն ձևավորել, որը կիրառում է իր նեղ կուսակցական շահերի համար եւ առհասարակ այո, իսկ պայքարում է հայկական անկախության դեմ։ Ես ձեզ ասեմ, Հայաստանի Հանրապետությունը երբեք այդքան ինքնիշխան չի եղել, ինչպես այսօր է, եւ ցավոք նույն քաղաքացիական պայմանագիրը դա ուշ սկսեց, որովհետեւ մենք խոսքին հիշում ենք Արշակ Կարապետյանը էին նշանակել պաշտպանության նախարարության խորհուրդներով եւ այլն, խոսքին եմ ասում։ Ուստի այդպես չէ որ քաղաքացիական պայմանագիրը միանգամից լավ էր ընկալել սուվերենությունը ինչքան կարևոր է ինքնիշխանությունը, բայց հիմա շատ ճիշտ ուղու վրա է քաղաքացիական պայմանագիրը, ամենաինքնիշխանն է Հայաստանը, երբեք մենք այսպիսի ինքնիշխան պետություն չենք ունեցել։ Դե առաջի հանրապետության իրավիճակում շատ բարդ էր իրավիճակը, սովետական ժամանակահատվածը հասկանալի, հետ սովետականում այսպիսի ինքնիշխանություն, այսպիսի Երևանի սուբյեկտություն, այսպիսի անկախություն միջազգային հարաբերություններում, այսպիսի պետականաշինման եւ ինստիտուտների զարգացման ակտիվ գործընթաց մենք չենք ունեցել։ Խնդիրը նրանում է, որ այդքան վատ իրավիճակում ենք գտնվում իրականում, որ ինստիտուտների կառուցելու համար մեզ բազում տարիներ, տասնամյակներ պետք կլինեն եւ դանդաղ է այդ տեմպը առհասարակ գնում, բայց մենք շարժում ենք ճիշտ ուղղությունով։ Ուստի իմ համար գնահատականը շատ པարզ է, քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի ինքնիշխանության ջատակողն է եւ աջակիցն է եւ կարծում եմ որ դա հիմք կլինի նաեւ նրա, որ 2026 թվականի հունիսի ընտրություններում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիրը նորից հայ ժողովրդի աջակցությունը կստանա, որի միջոցով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի օրակարգը նաև առաջ կտանի խաղաղության օրակարգը, որը Հայաստանի համար շատ կարևոր է, որ մենք ամրապնդենք պետությունը, բացենք սահմանները, որովհետև Ռուսաստանը Վրաստանի միջոցով Հայաստանի բլոկադա կազմակերպելու արդեն գործընթացը ապրիլից սկսել է, կիսաբլոկադա եւ դրա վտանգը կա, Հայաստանի Հանրապետությանը պետք է
նրա համար որ պահի իր ինքնիշխանությունը, այլ ոչ թե դառնա ուրեմն որևէ պետության գուբերնիա, շատ կարևոր է որ բացի սահմանները Թուրքիա եւ Ադրբեջանի հետ սահմանազատումը տեղի ունենա եւ կարողանանք Վաշինգտոնի, Բրյուսելի միջոցով նաեւ Պեկինի հետ աշխատելով, Հնդկաստանի հետ, Իրանի հետ, արաբական պետությունների բոլորի հետ բալանսավորենք այստեղ շահերը նրա համար որ հայկական խաղաղության խաչմերուկը, հայկական ուրեմն այս խաչմերուկը նաեւ առաջ գնա եւ մենք կարողանանք փոխշահավետ հարաբերություններ ձևավորենք բոլոր մեր հարևանների հետ խաղաղություն, իսկ հայ ժողովրդի համար ամենակարևորը գիտեք, նաև հստակ պետք է ասել, այս իշխանությունների հաղթանակը նրանում է, որ այսօր խաղաղություն է սահմանում, 3 խաղաղություն է սահմանում, մենք արդեն վաղուց է ոչ կրակոց ունենք, ոչ զոհեր ունենք, ոչ վիրավորված ունենք սահմանում, եւ մարդիկ երևի մոռանում են դրա մասին, մենք ինչ ռեժիմում ենք ապրել եւ հիմա առհասարակ որ Հայաստանը շատ ավելի անվտանգ եւ շատ ավելի խաղաղ է եւ մեր ուրեմն պետության շինության գործը շատ կարևոր է որ շարունակվի, որտեղ մեզ ժամանակ է պետք, որ մենք ոտքի կանգնենք այն իրավիճակից հետո, որին մեզ այդ ուժերը բերեցին։ Ես հիշեցնեմ, որ դա համ պետականաքանդման գործընթացներ 20-ից ավել տարվա ընթացքում եւ Թալանի գործընթացը, բանակի նաեւ քանդման գործընթացը, ինչպես նաեւ ինքնիշխանության հանձնման գործընթացը, որը բերեց սարսափելի հետևանքներին մեր համար 2020 թվականի պատերազմում պարտությունը գալիս էր հենց այդ գործընթացից։ Շնորհակալություն, պարոն Թոմասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։